Հարցում կոմպրոմիս չի կարա լինի, վերջ։ 1 կիլոմետր, 2 կիլոմետր, 10 թե 20, որակի ստանդարտին չի համապատասխանում, այո, պետքա քանդվի, նորից սարքվի։ Այդտեղ չկա երկրորդ կարծիք։ Ընդ որում սա չի վերաբերվում միայն ճանապարհներին։ Նույն Գյումրիում Արտուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարությունը, որ ձգձգվում է, ի՞նչն է եղել պատճառը։ Այնտեղ ամբողջական շինարարական կտորներ ուղղակի մենք քանդել ենք տվել, ասել ենք նորից պետքա սարքեք։ Իհարկե շինարարը փոխվել է, չէ՞, այնտեղի։ Եվ այսպիսի դեպքեր բազմաթիվ են, որ թվում է թե կառուցված է շենքը, բայց մասնագետները գնում են արձանագրում են որակի խնդրեմը ու թույլ չեն տալիս շտկումներ անել, տենց ինչ որ մակիաժով հարցը լուծել։ Քանդել, նորից սարքել, այն ստանդարտով, ինչ ստանդարտը մեր պայմանագրի մեջ գրած է։ Եվ պետքա գնանք այդ ճանապարհով, որ շուկան փոխվի։ Հակառակ դեպքում ամեն անգամ ասենք լավ դե լավ այսքան գործը արված է, դե հիմա մենք էլ մեզ էլ էսա ասելու են, բա խոստացակ ինչ եղավ, բա խոստացակ ինչ եղավ։ Ոչ, ոչինչ։ Մենք խոստացել ենք միաժամանակ նաև պատշաճ որակով աշխատանք։ Եվ այդ գործելակերպը միանշանակ պետքա շարունակենք, որովհետև արդեն այս նորություն չի, այս մեր պահանջը։ Եվ ել եմ ասում, տնտեսության արդիականացման ծրագրով, բազմաթիվ ծրագրով մենք ընկերություններին աջակցում ենք, որ իրանք ունենան ժամանակակից տեխնիկա, ժամանակակից հնարավորություններ եւ այլն, որ իրանք աշխատանքը պատշաճ մակարդակով անեն։